Լիլիթ Ալեքսանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար եւ այսպես մոտ մեկ ժամ առաջ դատարանը Իդեմս Մասիս Մելքոնյանի երկամսյա կալանք տվեց Շակ Հարկեպիսկոպոսին, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը ամենախիստ կալանքի միջոցն է կիրառել, ոչ մի տեսակցություն, համեցեք։ Շնորհակալ եմ ձերված հնարավորության համար։ Բարև ժողովուրդ, բարև հայրենակից, ուր ես։ Քո հերոսներին ձերբակալում էին, հանգիստ նստած էիր։ Քո սրբազաններին ձերբակալում են, էլի հանգիստ նստած ես։ Քո անելիքը որն է, դու անելիք չունես ժողովուրդ։ Մինչև երբ ես միայն ունկնդի լինելու, են էլ եթե իհարկե մի ստվար մասայի խելքը դրանում էլ չի հասնում, որ գոնե տեղյակ լինի երկրում ինչ է կատարվում։ Ուրեմն դատավորները բոլոր նրանք են, ովքեր արդեն ընտելացել են այս մայմունություններին, սրանք դատավարություններ չեն, սրանք ուղղակի ծաղր ու ծանակ են օրենքի ազգային արժանինքների, արժեքների նաև եւ ամեն ինչի նկատմամբ, սա ծաղր ու ծանակ է։ Ես երեք էլի մասնակցում էի այն 17 արդարների դատին, այսինքն ունկնդիր էի ավելի ճիշտ էլի։ Խայտարակություն է, պարզապես խայտարակություն։ Այս Ֆարխոյանը ես արդեն ասել եմ մի քանի անգամ, նա ոչինչ մասին չի մտածում, նա միայն մտածում է իր գլուխը ուսերին պահելու մասին, որովհետև որպես տարիքն առած ստաժ ունեցող դատավոր պիտի հասկանա, որ ինքը վաղուց արդեն 7 տարի է ծրվել է այն արդար ուղուց, որ նշանակում է արդարադատություն։ Ինքը հիմա ուղղակի կամակատար է, բա հետո երեք էլ ինքը խայտարակ վիճակի մեջ հայտնվեց, որովհետև դատապարտյալներից Վահագն Չախալյանը այնպիսի իրադրություն ստեղծեց դատարանում, որ ավելի լավ էր մարդ գլուխը առներ ու փախչեր, եթե մի քիչ նամուս ունենար կգնար ու հրաժարականի դիմում կգրեր, բայց դե Ֆարխոյանն է երեսը պատոշ։ Սրանից հետ չմնում Մասիս Մելքոնյան կոչված ապիկարը, ես որտեղից է ծնել այս հողը, ձեզ ինչու է ծնել այս հողը, այս ապիկար, այս թշնամի, այս ազգի դավաճաններին, ինչու եք ծնվել, դուք ուրեմն թուրքից եք ծնվել, և որովհետև դուք հայի նամուս չունեք ձեր երեսին, այսօր որ դատեցիր Արշակ Սրբազանին, են էլ ամենախիստ պայմաններով, այդպիսի խիստ պայմանների մեջ էր գտնվում Լիդիան։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, այս թուրքի լամուկը ձեռք է բարձրացնում արդարության և անմեղության վրա, սա նրան էժան չի նստելու, հիշեք սա, էժան չի նստելու։ Եթե Սրբազանը, Արշակ Սրբազանը այդքան վտանգավոր, այդքան եղկելի գործեր էր արել, 8 տարիում էիք սպասում, ինչու չեք դատել, ասենք 8 տարի առաջ, ինչու, որովհետև դուք հանցագործ եք, որովհետև բոլոր նրանք ում անունը կապվում է ՔՊ-ի հետ հանցագործ է, եղկելի հանցագործ, ինչու չեիք դատում, հիմա սկսել են դոսաֆի գործեր են քննում, ստեղծագործական ընկերությունների այդ գործերն են քննում, գետինը մտնեք, դուք էլ բան ու գործ չունեք, թշնամին չոքել է մեր դռանը, թշնամին ես վերևից նայում է, կողքից նայում է, ոտքի տակը քանդում է, դաշունահարում է, դուք սկսել եք օգնել թշնամուն, գետինը մտնեք, ես 1000 անգամ կասեմ, կախաղան բարձրացնեն էլի կասեմ, դուք
դատախազներ, բոլորդ, կին թե տղամարդ, պարզապես կամուրջների տակերից հավաքած էքերի եք նման, որովհետև դուք օրենքով օրինականությամբ չեք առաջնորդվում, այլ մի մայմունի կմահաճույքով։ Երեք նորից նա խորհրդարանում էր։ Ժողովուրդ մի հատ նայիր, ես ինչ է, այդքան կարող եմ ինձ ստիպել նյարդային համակարգս ամբողջովին քայքայել, որ լսեմ դրա սագի ճղճղան մորթվող խոզի ճղճղան ձայնը լսեմ, դու չես կարող մեկ-մեկ գոնե նայել, մի հատ նայեք, նա կարող է կանգնած խոսել, հանգիստ, ասենք կանգնած ուղղահայաց դիրքով խոսել, եթե նրա շարժումները նկարի ինչ-որ մեկը, ապա կնմանվի զսպանակի, որովհետև նորմալ մարդիկ են, որ կարողանում են կանգնած հանգիստ խոսել, պատասխանել, սա պարում է, արդեն կերքի էլ, ես չեմ զարմանա, եթե նա մի օր սկսի նաև երգել։ Ժողովուրդ մինչև երբ ես թողնելու, այս ազգուրացը, այս հավատուրացը, այս կեղծավորը, այս պարիսեցին, որը կարող է խեղճ ու կրակ որպի տեսք ընդունել, կանգնել, երեսին խաչ անել, այ խաչ աչքերդ հանի, դու ոնց ես համարձակվում, չէ որ վերև Աստված կա, մինչև երբ, հավատուրած եպիսկոպոսներ, ուզում եմ սկսել Արցախի թեմի, ինչպես է անունը, Գևորգ Վրթանես ներողություն, շնորհակալ եմ, Վրթանես Սրբազանից, ես հիմա դժվարանում եմ այս բառը քո անվան հետ արտասանել, ես ոչ դուքով կդիմեմ քեզ, ոչ էլ որևէ այլ հարգանք ցույց կտամ, դու, որ արդեն ես իմացա, որ ամբողջ այս օղակման ժամանակ, երբ որ փակված էր Արցախի օդն ու ջուրը, ճանապարհները, գտնվել ես Արցախից դուրս, դու ինչ սրբազան ես, և ինչու դու մինչև հիմա կարգալույթ չես արված, մեր հայրապետի համբերությունը ես զգում եմ, երկար է, նա մոտենում է հարցերին որպես հոգևոր հայր, այսինքն ներողամտություն, այսինքն համբերություն, այսինքն խրատ, բայց ես հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վեհապար հայրապետ, պահանջում եմ ձեզնից կարգալույց անել բոլոր դավաճաններին, սրանք հուդաներ են, պետք է կարգալույց լինեն, հիմա էլ որոշել է ոչ ավել, ոչ պակաս գնալ 7 վերքը պղծել, ժողովուրդ, ուր ես գնում սրա հետևից, չնայած ձեր քանակը շատ քիչ է, միայն թևաբարո, միայն տխմար, միայն անգրագետ, միայն անտեղյակ մասան է, որ խելքը գնում է Նիկոլի համար, գետինը մտնեք դուք ձեր Նիկոլով, ես ինչ վայնասուն կապվեց հայոց երկնքում, մահը կպանունն առած սավառնում է և չի գնալու մեր երկրից, քանի դեր սրանք իշխանության գլուխ են կանգնած։ Ես երեքշի առաջորներ կարծեմ այդ վթարներից հայտարարվեց, որ հարսանիքի քավորի մեքենան է վթարվել և քավորկինը ծանր վիճակում է։ Գիտեք ինչից է, որովհետև Աստված մեզ պատժում է հատ-հատ, մենք չենք հասկանում, որ մենք պարտավոր ենք մեր եկեղեցու կողքին կանգնել։ Ես բազմիցս ասել եմ, Տիգրան մեծի բանակները վաղուց չկան, բայց կա հայոց եկեղեցին։ Գլխովը շատ ամպեր են անցել, բայց կա հայոց եկեղեցին, լինելու է հայոց եկեղեցին, դուք
պատմության կմահաճույքով ալիքի կատարին հայտնված չգիտեմ ինչ բառ ընտրեմ, որ ճիշտ բնութագրած լինեմ ձեզ, քպականներ, հայտնվել եք իշխանության ճակատին, որտեղ դուք դավաճանել եք մեր երկրին, մեր պատմությանը, մեր մշակույթին, մեր հավատին, որը դարեր շարունակ պահպանել է ազգը, նրա արժեքները, նրա լեզուն, նրա տարածքը ինչ որտեղ, բայց հիմա վեհապար հայրապետ, որպես տատիկ, որպես մայր, որպես հայ, պարզապես խնդրում եմ, բոլոր այդ 10 հոգունել կարգալույծ արեք, դա ես անձամբ համարում եմ ձեր հոգու պարտքը, ժողովրդի ազգի հավատքի նկատմամբ, ձեր պարտքն է սա, կարգալույծ անել, թող սրանք սոված շների նման փողոցներում թափառեն, թող գնան ապաշխարեն։ Ես գնդևանքում էի մի անգամ, այնտեղ մի տղամարդ կար, քուրդ էր հագին և բոբիկ ոտքերով, այնտեղ ամառ էր այդ ժամանակ և այդ քարերը, սալիկները, բոլորը շիկացած էին, թե ինչպես էր նա քայլում դրանց վրայով, զարհուրելի էր անգամ։ Հարցում եմ, ով է այս մարդը։ Գիտեք, ասացին, որ ինքը ոչիր է գործել, բանտարկվել է, հետո տարիներ անց, երբ որ ազատագրվել է, ինքը պարզապես ընտրել է իր մարմինը մաշելու ճանապարհով փրկել հոգին։ Այդ դուք քուրձ պիտի հագնեք։ Դուք լավ գիտեք, չէ, Գեղարդավանքի խցերը այն ժայռափոր, այնտեղ մարդը չի կարող ամբողջ հասակով մեկ կանգնել, պիտի գնաք մտնեք այդ խցերը, չոր գետնի վրա, կրացած վիճակով պիտի ապաշխարեք, են էլ հարց է, Աստված ձեզ կների թե չէ, որովհետև մեկ անգամ հարամ լափը լափող է, էլի կլափի, որտեղ նրա հոգին է ծախու, դուք ուղղակի մոռանում եք մի հանգամանք, ձեզ թվում է, եթե թուրքին բերեցիք, մտցրեցիք Հայաստան, թուրքը ձեզ խնայելու է, ոչ, թուրքը դավաճան չի սիրում, ձեզ բոլորին ցծի կհանի, որ իր ազգի մեջ դավաճանություն չլինի հանկարծ։ Ես հիմա բոլոր սրբազանների անունները չեմ տա, որովհետև ճիշտն ասած չգիտեմ անուններին չեմ տիրապետում, բայց իմ այս պահանջը, խնդրանքը, առաջարկը վերաբերում է բոլոր ուրացողներին, նրանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ այս խեղ կատակի, այս հոգեկան ծանր հիվանդի պահանջով խախտել եկեղեցու պատարագի կանոնակարգը։ Իրավունք չունեն։ Ժողովուրդ, քո մեջ մի ստվար մասա կա, որ ասում է, ինչու է եկեղեցին խառնվում պետության գործերին։ Այսպիսի անմիտ, այսպիսի սնանկ հարցադրում ես չէի պատկերացնում, թե մեր ազգի մեջ կա։ Մեկը միշտ իմացեք, պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։ Բայց եկեղեցին պարտավոր է լինել իր հոտի կողքին, եկեղեցին պարտավոր է լինել իր հավատացյալի կողքին, նրա շահերի պաշտպանը լինել, սա եկեղեցու կանոնակարգի ամենակարևոր հատվածներից մեկն է, բայց վարչապետի աթոռին գանված, փոխվարչապետների աթոռներին գանված, են Մհեր Գրիգորյանը ինչ աղբ է, աղբ կատարյալ, այս սրանք իրավունք չունեն օդ շնչելու, սրանք, իսին ձևով պարզվեց սրանց էությունը, ճիշտ ասած, երբ որ այս Մհեր Գրիգորյան չեղածը դարձավ փոխվարշապետ, ես այն ժամանակ մտածում էի, այս
անկիրտ, անգրագետ ջահելների մեջ գոնե մի հոգի կա, որ պետական կառավարման փորձ կունենա, գոնե կուղորդի գործերը, բայց ստացվեց, որ այս մեկ իբր գիտակ մեկը ավելի վատն է, քան ասենք Կոնջորյանը, ավելի վատն է, քան Արթուր Հովանիսյանը, քան Անդրանիկ Քոչարյանը, չգիտեմ չգիտեմ ինչ ասել, ախր դուք գետինը մտնեք, այդ Մհեր Գրիգորյան, դու չգիտես այդ Քիվեստի պայմանագրի Քիվեստի բանակցությունների արդյունքների մասին, չգիտես, թե հորդ ես ձևանում, ընդամենը կես հորդի նման ես դրսևորում, հլեն են հորդ նախագահը, ընդհանրապես նախերք չունի, չի արտահայտվում, իրեն չի վերաբերում, ինքն է իր աշխատավարձը, իր վայելքները, իր սելֆիները, իր գրողու ցավը, բադու Մհեր Գրիգորյան, վաղ միսօր այս վիճակը էլի հաղթահարվելու է, մեր ազգը շատ է տառապել, բայց միշտ էլ կարողացել է հաղթահարել ու պատվով դուրս գալ, հաղթահարելու են, դու ես սահմանազատման այսօրվա թշնամական երևույթներին ինչ պատասխան ես տալու, ասելու ես ընտանիք էի պահում, այ հորդ, ես քեզ բացարձակ ասում եմ հորդ, դու կարող ես ինձնից պատիվ պահանջել, դե դուք Ալյոնայի կողքին եք չէ հայտնվում, նրանից սովորած կլնեք միլիոններ պահանջել, միլիոններով են իրենց չեղած նամուսը գնահատում, գետինը մտնեք բոլորդ միասին, բոլորդ, թոշակների մասին, երեք կառավարության նիստում այս խեղկատակը հերթական անգամ ձեռ է առնում, այ ոչնչություն, այ խլուրդ, այ ամբարի մուկ, այ ցորենի ամբարի մուկ, դու ինչ ես քեզնից ներկայացնում, որ դու պիտի աշխարհը վայելես, քո ապորինի լամուկները աշխարհը վայելեն, գողանաս, կողոպտես երկիրը ու ձեռ առնես թոշակառուին, ասում է 10,400 դրամը, որ 10 թոշակառուին ինչի վրա պիտի ծախսեի, քեզ թաղման համար ծաղիկ գնելու, բայց ափսոս է, քեզ վրա, քո անձամբ ես, որ տանեն գնդակահարության ծաղիկ չեմ գնի մեկ հատ, Այդ սենց բան կլինի, տեղից դուրս եկողը թոշակառուի չունեցած փողն է հաշվում, այ աննորմալ, այ կապելու գիժ, դու մտածել ես թոշակառուն ինչպես է ապրում, ինչպես է գոյությունը քարշ տալիս, քո ղեկավարած երկրում, այ գետինը մտնես, թոշակառուի ստացած թոշակը իր դեղորայքին չի բավարարում, այդ թոշակառուն ուտելու, հագնելու, ներողություն, իր թորանը մի շոկոլադի սալիկ գնելու իրավունք չունի, հա? Եթե այդքան հնարավոր է քո տված թոշակով գների այսպիսի ահավոր բարձրացման դեպքում ապրել, դու արի կլինի որևէ ամենաբարձր թոշակով մեկ ամիս ապրիր,
Մենք օրինակ կվերցնենք, ես անձամբ պատրաստ եմ կրկնել, օրինակ սովորեմ ու ես էլ այդպես ապրեմ, դու այ կապելու գիժ, այ խելար, այ մայմուն, ես քեզ կապիկ չեմ ասում, որովհետև կապիկը բնական զարգացման հետևանք է, դու մայմուն ես, այդ ամբիոնի մոտ թրջկոտում ես, աջ, ձախ, զսպանակի նման գնում ես, գալիս ես, թևերդ, ոտքերդ, մեկ-մեկ էլ աննորմալի նման ձերդ ուր ես ստանում, ուր ես հոտ քաշում, ոյ, ներողություն, մեր ժողովուրդը լավը չի, եթե մեր ժողովուրդը լավը լիներ, այս կապելու խելարը վաղուց պիտի գահանքեց արված լիներ, վաղուց, եթե նույնիսկ չճանաչելով այդպես վազեվազ գնացիք ձայն տվեցիք և թագավորեցրիք անգլոսաքսերի ու թուրքերի երազանքը, գոնե 21 թվականին չգնայիք, անամոց ժողովուրդ, ապերախտ ժողովուրդ, դու ոնց գնացիր քո զավակների արյան վրա ձայն տվեցիր այս թուրքերի լամուկին, այս թուրքի գործակալին, սրանք բոլորը գործակալներ են, լավ իմացեք, բոլորը, երեք Վահագն Չախալյանը, որը այդ 18 արդարներից մեկն է, գիտեք ինչ էր ասում, ասում է, եթե ինչ-որ ձայնագրությունների մեջ իմ ազգանունը 4 անգամ հոլովվել է, ընդ որում առանց անվան, այսինքն դա կարող է բացարձակ այլ մարդ լինել նույն ազգանունով, ասում է, բա նոյեմբերի 9-ին 20 թվականի 35,000-ից ավելի մարդիկ մի ազգանուն էին գոռում, պահանջում, բա ինչու դատախազությունը գործ չի հարուցում, որովհետև այն ժամանակ կրկեսի շնիկ Արթուր Դավթյանն էր, հիմա էլ կամրջի տակի սակ դյարի միասա հավ Անահիտ, հա, անունը ոնց է դրա, Անահիտ Վարդապետյան, եթե չեմ սխալվում, դատախազը, Աննա, ներողություն եմ խնդրում, Աննա Վարդապետյանը, դու նամուս չունես, բացարձակ նամուս չունես, ով պիտի կատարի քո պաշտոնական գործառույթը, թե չգիտես ինչ պիտի անել, եթե չգիտես, դրա համար կա միջոց, դիմում են գրում ու ասում են, ինձ ազատել աշխատանքից որպես անպետքություն, սխալվել եմ, համաձայնվել եմ, ես ասել եմ, չէ, Նիկոլը այդ բոլոր էքերին ճիպոտով է տանում պաշտոնի, ճիպոտով, որպեսի կարողանա հետո հեշտ պրծնել, նա ինքն անամոթ է, կասի, Աննա Վարդապետյանը թող ինձ ձերբակալ էր, եթե ես սխալ էի, իմ խելքը չի ասել, արել եմ, ձերբակալեք, դատապարտեք, պատասխանատվության կանչեք, նա ինքան ստոր է, որ ամեն տեսակի երևույթներ նրա համար խորտ չեն։ Ժաննա Անդրեասյան, ես քեզ շատ եմ քարկոծել, էլի եմ քարկոծելու, դու չես ամաչում, որ խոսում ես նկարիչների միության մասին, գրողների միության մասին, ճարտարապետների միության մասին, այ մարդ, իս ինչ ախորժակի տերեք, կերկող եք եղել, մեջներդ, մեկը չկա, որ ասես, թե 22 կիլոից ավել քաշ ունի, որովհետև դուք այնքան ագահ եք, ձեր աչքը այնքան բան է տեսնում, դրա համար չեք կարողանում մարդակերպ մտնել, չեք ամաչում ընկել եք ստեղծագործական կազմակերպությունների հետևից, ձեր հոր աշխատածն են նրանց տրվել, թե
չնայած լավ եք անում, Միրոյան չեղած, ես քանի անգամ քեզ ասել եմ, երեսիդ եմ ասել, ձայն ծպտուն չեք անում, Նիկոլը բոլորից սրտով է, դե տեսեք հիմա ինչ է անում, ձեր գլխին քիչ է անում, պարզապես։ Ես ուղղակի զարմացած եմ, ես մեր մտավորականությունը ուր է, ինչով եք զբաղված, բամբասանքով, մեկը մյուսի տակը քանդելով, ես ինչ եք անում, երկիրը որ չեղավ, որտեղ եք մնալու, որտեղ, անհայտ փոսերում կմնաք, հասկանում եք, անհայտ փոսերում, որովհետև թուրքը այդ հարցում լիակատար գերազանց ունակություն ունի։ Խաչագող Քավոր Պետրոս, այդ ինչպես եղավ, որ վերջապես համարձակվեցիք հրավիրել պարոն Բագրատյանին։ Ափսոս ես ամբողջը չեմ նայել, մի փոքր հատված եմ կարողացել նայել, որովհետև մտքովս չի անցել, որ վերջո կհամարձակվես հրավիրել Բագրատյանին։ Լսի, այդ քո անգիրարած ֆրազները չես հասկանում, որ Բագրատյանի վրա չի ազդի։ Քեզ թվում է, քո դեմ նստած է Արթուր Հովհաննիսյանը, թե Լևոն Շիրինյանը, թե Հոսեփ Խզմալյանը, թե են տղճիկ տվող 70-ամյա երիտասարդը Տիգրան Խզմալյանը, թե են Արման Բաբաջանյանը, լսիր, կարողացիր տարբերակել, ում հետ ինչ բառապաշար ես օգտագործում, դու երեկվա այդ հարցազրույցից հետո, որ նամուս ունենայր, ուղղակի կգնայր և ազատման դիմում կգրեիր, բայց քանի որ դու չունես ոչ նամուս, ոչ պատիվ, այլ դու ուղղակի քպայական ես, քպայի խոսափող ես, դրա համար էլ երևի հանգիստ գնացիր տուն ու վեր ընկար ու սկսեցիր խժռել օրվա հերթական քո չափաբաժինը։ Երբ որ հրավիրում ես մարդկանց, հիշիր ում հետ ես ինչի մասին զրուցելու։ Ես հիմա առաջարկում եմ, ինձ հրավիրիր։ Դու գիտես, ես մի քանի անգամ պահանջել եմ ինձ հրավիրել լեզվի հարցերով, դու խոսափել ես, խոսափել պարզապես, չէ, ես չեմ հրավիրի, ես լեզվի հետ գործ չունեմ, բա ինչի հետ գործ ունես, այ ողորմելի, լեզուն մեր ազգային բացարձակարժեքն է, դու ինչ իրավունք ունես խախտելու և քո չորացած ճպուր կողակիցը, որ լավ, իսպես միլիոններով ստանում եք, ձեզ հրավիրիր, թոշակառու եմ, թոշակների մասին հրավիրիր, անամոտ, քպեն իր բոլոր ընկեցիկներով մի օր պատասխան է տալու, այդ օրը հույս ունեմ շատ չի ուշանալու, հույս ունեմ, որ այդ օրը կգա, մենք կտեսնենք ձեր այդ թուրքական գործոնի կործանումը և հայ ազգի ճախրը մենք պետք է տեսնենք, որովհետև դրան ենք մենք արժանի, մեր այս ազգը իր մաքուր կենցաղով, իր մաքուր արժեքներով, իր քրիստոնեական մաքրամաքուր հավատով, վերջի վերջո մի օր պիտի բարձրանա վերև և այդ բոլոր այդ ամբողջ ներողություն ճանապարհին ամեն մեկս ունենք մեր անելիքը։ Ես եմ շնորհակալ։